Եվ այսպես Ռոսել Խոզնաձորի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված են հայտնաբերված խախտումներով, ոչ թե քաղաքականությամբ, հայտարարել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Նրա խոսքով Հայաստանի խնդիրը արտադրության եւ վերահսկողության կազմակերպումն է։ Դանկվերտը ընդգծել է, որ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նաեւ համագործակցություն, արտադրական վերահսկողություն, ինչպես նաեւ արտադրողների միությունների պատասխանատվություն։ Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ նաև կորիզավոր մրգերի եւ խաղողի նկատմամբ։ Ռոսել Խոզնաձորը պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում, պատճառաբանելով, թե իբր խախտումներ են հայտնաբերվել բեռներում։ Այս ամենի խորապատկերին էլ հայտնի է դարձել, որ Եվրամիությունը արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելը եւ Մոսկվան մրցակցում են Կովկասյան Հանրապետության ապագայի վրա ազդեցության համար, նշում է Financial Times-ը։ Ծրագրին ծանոթ 4 աղբյուրների համաձայն Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը։ Այս նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի կողմից Հայաստանի վերջին ընտրություններից առաջ սահմանված ներմուծման սահմանափակումներին, որոնք Բրյուսելի կարծիքով ուղղված էին երկրի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելուն։ Հիմա ժամանակն է, որ մենք առաջ շարժվենք ու աջակցենք նրանց, ցույց տանք, որ կարող ենք լինել հուսալի գործընկեր, ասել է աղբյուրներից մեկը։ Միջոցառումները, որոնք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության ու Եվրախորհրդարանի հաստատումը, կընդգրկեն ռուսական արգելքների թիրախում գտնվող շուրջ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան արժեքը կազմում է շուրջ 420 միլիոն եվրո։ Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է ուժեղացնել իր առևտրային ճնշումը նախկին խորհրդային հանրապետության վրա, հավելել են աղբյուրները։ Երկու այլ աղբյուրների համաձայն առաջարկները կարող են ներկայացվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում քննարկել են այս հարցը Հայաստանի արտգործնախարարի հետ, հայտնել են պաշտոնյաները։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր հերթին պատրաստվում է այցելել Հայաստան հաջորդ ամսվա սկզբին։ Հանձնաժողովը կառաջարկի ինքնավար առևտրային միջոցառումներ, օգնելու ավելի շատ հայկական բիզնեսների մուտք գործել Եվրամիության նոր շուկայական հնարավորություններ եւ աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել, ասել է հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարի ձեզ։ Պարոն Թումասյան, մինչ նաև արտաքին թեմաներ շոշափելը, նախ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին խոսենք։ Մասնավորապես ունենք հիմա մի իրավիճակ, օրինակ 6 ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն սահմանադրական դատարանում, քաղաքացիական պայմանագիրն էլ թեև ընդդիմությանը չի համարում լեգիտիմ, բայց ընտրությունների չեղարկմանը դեմ է։ Ընտրությունների չեղարկմամբ սահմանադրական դատարան են դիմում ինչպես խորհրդան անցած ուժերը, այնպես արտախորհրդանական կամ ինչպես իրենց կոչում ժողովրդավարական ուժերը, հա, ինչ իրավիճակի հետ հիմա մենք գործ ունենք, եւ որ իշխանությունն էլ խորհրդան անցած ընդդիմությանը չի համարում լեգիտիմ։ Ուրեմն առաջերտին պետք է արձանագրել, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ են եւ ուստի ազգային ժողովը լեգիտիմ է, իր նշանակված ապագայում կնշանակի կառավարություն եւ բոլոր որոշումները կլինեն լեգիտիմ։ Մյուս հարցն է որակը ընտրությունների եւ այո, դրա մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք եւ նախընտրական շրջանում բավականին լուրջ խնդիրներ կային, այդ թվում արտաքին միջամտության, տարբեր հիբրիդային հարձակումների, որը նաեւ ներառում էր խոսքին այնպիսի առաջի անգամ այնպիսի ծավալ օտար երկրներից եկող Հայաստանի քաղաքացիներին, որ հիմա ազգային ժողովը քննարկում է սահմանափակում մտցնել, ուրեմն որ նախորդ կես տարին պետք է առնվազն անձը քաղաքացին ապրի Հայաստանում, որ կարողանա քվեարկել, կարծում եմ դա պետք է ավելի շուտ արվեր իրականում եւ ոչ միայն այդ քայլերը, բայց ընդհանուր առումով ակնհայտ է, որ ընդդիմության ուրեմն այդ խորհրդարանում հայտնված ընդդիմության կոչերը ընտրությունները ոչ լեգիտիմ համարել առանձնատուկ որևէ իրական հիմք, պատճառ եւ փաստ չունեն
Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդավարական ուժերի, ապա հասկանալի է իհարկե, եւ ես դրա մասին շատ անգամ խոսել եմ, որ մրցակցության այն որակը, որը եղել է, իրոք ցավալի էր եւ չէր տալի հնարավորություն այդ որակը ապահովել ուրեմն այդ ժողովրդավարական ուժերի հավասար սկզբունքներով մասնակցություն ընտրություններում, բայց դա իրականում ընտրությունների լեգիտիմությունը հարցի տակ չի դրվում, որովհետև ընտրությունները համապատասխանում են պետության ինքնիշխանության որակին, իսկ այո, հայկական պետությունը գուցե ինքնիշխանության ճանապարհին կանգնած է, բայց դեռ լիարժեք ինքնիշխանություն չունի եւ պետք է այդ ամենը կերտվի եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը նաեւ խոսել է, որ նախորդ շրջանում շատ եւ շատ անձանց պատասխանատվության ենթարկելը, այդ թվում այդ խորհրդարան անցած ընդդիմադիր գործակալական ուժերի նկատի ունեմ, կախված էր արտաքին քաղաքականության ճնշումների եւ ուստի պետության սուվերենության հետ։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մի իրավիճակի հետ մենք գործ ունենք, որին գնահատական պիտի տրվի, չէ՞, այդ համատարած ընտրակաշառքները եւ այլն, այդ մարդկանց մոբիլիզացնելը, վախով, ինչ որ ծառայություններով, գումարով շահագրգռելը եւ այլն, սրանք պարզվում է արդեն կրել են համակարգային բնույթ։ Սրանք պետք է ինչ որ հետևանքներ ունենան այդ ուժերի համար եւ եթե այդ ուժերի քվեները ձևավորվել է ոչ օրինական ճանապարհներով, ապա առաջանում է խնդիր։ Իհարկե, եւ բոլոր այն մարդիկ, ով որևէ կաշառք են տվել, անպայման պետք է պատասխանատվության ենթարկեն, հակակոռուպցիոն կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, զուգահեռ դրա բոլոր այն մարդիկ, ով օտար երկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչներ են, այդ թվում քաղաքական իհարկե ուժը իշխող կարող է քննարկել որևէ քաղաքական ուժի առհասարակ գոյության հարցը եւ ես տեսա որ վարչապետ Փաշինյանը նաեւ դրա մասին է խոսել, դա էլ բնական է, եթե կան ապացույցներ, որ այդ ուժը օտար երկրյա գործակալական ցանց է իրանից ներկայացնում եւ ուստի սա արդեն պատկան մարմինների գործունեության արդյունք պետք է լինեն։ Արեք արձանագրենք, որ ուրեմն այդ ամենին անհրաժեշտ է իրավական գնահատական, եթե այդ իրավական գնահատականը ազգային անվտանգության ծառայության եւ հետո դատական համակարգի կողմից լինի, ապա դրա զուգահեռ արդեն կարելի է խոսել այո ընտրությունների արդյունքների մասին։ Տեսեք, ես նաեւ միջազգային համատեքստում պետք է քննարկեմ։ Սա շատ կարեւոր է, որ հիմա խոսել ընտրությունների արդյունքների ոչ լեգիտիմության մասին կլինի սա այս կողմից թե այն կողմից խնդրահարույց է, որովհետև այս ընտրությունները միջազգային հանրության կողմից ճանաչվել են եւ այստեղ հարց է առաջանում մենք արդյոք նախապատրաստվում ենք նոր ընտրությունների եւ արդյոք դա հայկական պետության շահից է բխում։ Նույնիսկ եթե դա այդպես է եւ նույնիսկ եթե մենք քննարկում ենք, որ այս ազգային ժողովը 5 տարվա կյանք չունի կամ չպետք է ունենա, ապա եւս մեկ հարց է առաջանում. արդյոք մենք բավարար ենք արել արդեն, որ էականորեն փոխվի օրենսդրական դաշտը այն նպատակով, որ երկիրը պատրաստ լինի արտահերթ ընտրությունների։ Ուստի համարում եմ, որ դա արված չէ, համարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը ունի այդպիսի պարտականություն, որ բոլոր այդ փոփոխությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղի ունենա, ինչպես նաև իրավապահ մարմինները գործեն բոլոր առանձին դեպքերում բացահայտելու այդ բոլոր խախտումները եւ գործերը այն նպատակով, որ դաշտը ել ավելի արդար դառնա, որովհետեւ ի վերջո այսօր նոր ընտրություններ նշանակելու համատեքստում դաշտը դրանից ավտոմատ միանգամից արդար չի դառնա։ Դրան բավականին լուրջ ջանքեր են պետք, ընդ որում այդ ջանքերը ներառում են խոսքին Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը եւ սահմանների բացումը Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այդ թվում տնտեսական դիվերսիֆիկացման համար ուղիղ կապ ունի Հայաստանում ներընտրական, ուրեմն ներքաղաքական դաշտի իրավիճակի բարելավման հետ, որովհետեւ նորից դա արտաքին միջամտություն ունի եւ այդ արտաքին միջամտությունը որ չեղարկվի, պետք է բարելավված լինի Հայաստանի հնարավորությունները գոյատևել եւ ուրեմն խնդիրներին արձագանքել, որը կարող է օտար պետությունների կողմից իհարկե խոսք է գնում այս դեպքում կոնկրետ Ռուսաստանի։
Շատ լավ։ Դե քանի որ Ռուսաստանից խոսեցինք արդեն, Ռոսելխոզնadzorից ասում են, որ քաղաքական բնույթ չի կրում հայկական ապրանքների սահմանափակումները, այլ դրանք զուտ արդեն դե ըստ ընթացակարգային խնդիրներ են հարուցվում, Հայաստանում վատ են վերահսկում, հազար մի խնդրեմ կա, հիվանդություններ, չգիտեմ ինչեր, ընդհանուր մահացության կարող են բերել մարդկանց եւ այլն։ Նախ այս հայտարարությունը կխնդրեմ մեկնաբանել, որ հենց տեղի ունենում Հայաստանում կարևորագույն քաղաքական process-ի ընթացքում այդ սահմանափակումները եւ հիմա նշում են, որ այդտեղ քաղաքական որևէ թեմա չի կարող լինել եւ հետո ապա որն է տրամաբանությունը այդ հայկական իրենց բնորոշմամբ վատ, հիվանդ, ընդհանուր մահացու ապրանքը այդպես եվրոպացիները տանում են, որ իրենց բնակչությանը սպանեն։ Այստեղ իհարկե ուղիղ պետք է ասել, որ ակնհայտ է, որ քաղաքական գործընթացների մասեր ցավոք այս ներքաղաքական գործակալական ցանցը կոնկրետ Սամվել Կարապետյանը, ով մեզ սպառնում է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմով, կարողացավ Ռուսաստանում ինչ-ինչ շրջանակներում իշխանության, Ռուսաստանն էլ մեկ բևեռանոց պետություն չէ, իհարկե տարբեր այդտեղ քաղաքական մոտեցումներ կան, առաջերտին երկու կարևորագույն բևեռ կա վերաբերվող Հայաստանին եւ շատ կարևոր է, որ ինքը կարողացավ հասնել այդ առաջընթացին եւ այդ ճնշումները գործադրել այդ թվում տնտեսական ոլորտում։ Հիմա նույն այդ հայտարարությունը, որը արվեց, ես գնահատում եմ, որ սա նաեւ քաղաքական հայտարարություն է յետքայլի եւ ես տեղյակ եմ, որ Ռուսաստանում գոյություն ունի ուրիշ բարձր պաշտոնյաների խումբ, որոնք դեմ են բիզնեսմենների, օլիգարխների եւ գործակալների միջոցով Հայաստանը կառավարելու այդ օրակարգին, որը հայ ժողովրդի ցանկությունների եւ ընտրված լեգիտիմ իշխանությունների դեմ է, եւ իրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի մոտեցումները բերելու են ել ավելի հարաբերությունների անջատմանը եւ Հայաստան-Ռուսաստան բազմադարյա հարաբերությունների, որում եղել են նաեւ դրական էջեր պատմության առումով շատ լուրջ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ, ուստի համարում են, որ հիմա այդ նաեւ խմբերը փորձում են խումբը կոնկրետ փորձում է Մոսկվայում նաեւ իր ջանքերը ուղղել այն ուղղությամբ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը ուղղվի եւ դրանով հնարավոր լինի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր էջից սկսել։ Ես հույս ունեմ, որ այսպիսի հնարավորություն Ռուսաստանում կձևավորվի եւ ի վերջո այն մարդիկ, ով պատկերացնում են, որ ոչ թե հայկական պետությանը պետք է սպառնան, ճնշեն կամ այստեղ գործակալ իշխանություն ունենան օլիգարխների, որոնք պատրաստ են իրանց սեփական շահերի, սեփական գումարների, սեփական միլիարդները փրկելու համար տարբեր պատժամիջոցներից, տարբեր պետություններից անձնական շահը դնել պետական շահի բարձր։ Ռուսաստանը շատ պետություններում այդպիսի օլիգարխները պրոռուսական իրանց ինչ արդյունքներ բերեցին Ռուսաստանին, մենք տեսել ենք, հիշելով նույն Յանուկովիչին Ուկրաինայի դեպքում, ուստի եթե Ռուսաստանը այս ճանապարհով գնա, ապա ես կարծում եմ, որ այդ տնտեսական խնդիրները շատ շուտ կավարտվեն ճակերտներում տնտեսական եւ շատ շուտ մենք կարող ենք նոր էջից սկսել հարաբերությունները, ընդ որում ասեմ, որ օրերս ուրեմն Նարիշկինի կողմից ռուսական արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանը միայն արևմուտքին չի ապավինի, հուսով ենք, կարծում եմ ընդհանուր առումով դրական էր, այսինքն հենց այն տրամաբանության մեջ է, ինչ Հայաստանը առաջարկում է բազմաբևեռ հարաբերություններ եւ Կոպիրկինը, դեսպանը, որը վերադարձավ Ռուսաստանից, գիտեք, որ արել է հայտարարություն, որ իրանք գնահատում են, որ տարածաշրջանում աշխարհակական իրավիճակը փոխվել է, նկատի ունենալով Ղարաբաղի իրավիճակը, նկատի ունենալով ջերմուկի դեպքերը, նկատի ունենալով առհասարակ Ռուսաստանի դիրքերի փոփոխությունը եւ Կոպիրկինը հայտարարել է, որ պատրաստ են Հայաստանի հետ նոր տրամաբանությամբ հարաբերություններ ձևավորել։ Ես հուսով եմ, որ սա միայն խոսքեր չեն եւ այս ուղղությամբ կլինեն քայլեր, որ այո, հաշվի առնելով այն, որ Հայաստանը անպայման գնալու է բազմաբևեռ արտաքին քաղաքականության եւ ինքնիշխան շահերի ուղղությամբ, հուսով եմ Ռուսաստանը դա հաշվի կառնի եւ այդտեղ մեկ բան էր Կոպիրկին ասում, որ գլխավորն է եւ Նարիշկինն էլ, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր չանի, Հայաստանի իշխանությունը վարչապետ Փաշինյանը բազում անգամ ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլեր անելու օրակարգ չունի։
Շատ լավ, Հայաստանը չունի, բայց Ռուսաստանը ունի։ Այս ամենին զուգահեռ իշխանությունը իրավիճակը բնորոշում է որպես շատ նորմալ, այդքան ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, ասում են նախկինում է միշտ խնդիրներ են եղել վերին Լարսի հետ կապված եւ այլն, բայց դրան զուգահեռ ձեռնարկվում են ոչ ստանդարտ միջոցառումներ։ Օրինակ, դրանցից մեկը այն է, որ Եվրոպական միությունը արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելը եւ Մոսկվան մրցակցում են ըստ Financial Times-ի Կովկասյան հանրապետության ապագայի վրա ազդեցության համար, հա։ Այսինքն մի կողմից մենք տեսնում ենք ոչ ստանդարտ գործողություններ իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, բայց մյուս կողմից հանրային մակարդակում իշխանությունը իրավիճակը բնորոշում է սովորական, այսինքն ոչ մի արտարոց բան տեղի չի ունենում, հա։ Սա մտավախություններ չի առաջացնում իշխանության եւ նրա հետագա գուցե արտաքին քաղաքական որոշումների կայացման մասով։ Իշխանության մոտեցումը դիվանագիտական է, հաշվի առնում այն, որ այս խնդիրը հիմա ձևավորել ինչպես քաղաքական խնդիր դա որևէ օգուտ չի տա, եւ դրա փոխարեն իշխանությունը շատ ակտիվ ջանքեր է ուղղում շուկաները դիվերսիֆիկացման առումով, ասեմ ձեզ, որ ես դա ողջունում եմ եւ նաեւ քննարկել եմ Բրյուսելում էլ կարեւորությունը ամիսներ առաջ դեռ եւ շարունակում եմ կարեւորությունը Հայաստանի համար այդպիսի այլընտրանքային հնարավորություններ ստեղծելու եւ դա համոզեցնում եմ ձեզ, որ մեր հնարավորությունները Ռուսաստանի հետ բանակցելու եւ Ռուսաստանի դիրքերը նաեւ մեղմելու այս առումով ել ավելի ընդլայնում է, որովհետեւ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը նրա փոխարեն, որ այդ ճնշումների դիմաց իր ինքնիշխանությունը զիջի, փնտրում է եւ գտնում է այլ ընտրանքներ, եւ եթե Ռուսաստանը շարունակի այս ճնշումները, այդ թվում տնտեսական, ապա գալու է մի պահ, երբ Հայաստանի կապվածությունը, կապը Ռուսաստանից շատ կտրուկ կնվազի Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Ուստի սա իրականում Ռուսաստանի շահերին է վնասում եւ Հայաստանը անում է այն, որ ոչ թե որևէ մեկի ազդեցությունը այստեղ աճի, այլ կամ Հայաստանը լինի ազդեցության գոտի կամ արևմուտքի կամ Ռուսաստանի, այլ Հայաստանը ինքնիշխանության ճանապարհով է գնում, որը բերելու է նրան, որ ունենալու է այլ ընտրանքներ միշտ եւ եթե Ռուսաստանը չի ուզում Հայաստանի հետ առևտուր անել, ապա մենք հաստատ ունենալու ենք ուրիշ գործընկերներ, ով կուզի այդ առևտուրը անել։ Եվ ինչքան Ռուսաստանը փորձի ճնշել Հայաստանին, գնա այդ սխալ ուղղությամբ, սպառնա Հայաստանին, այստեղ գործակալական ցանց ուղղորդի եւ այլն, այդքան Հայաստանը ավելի բնականորեն հեռանալու է Ռուսաստանից եւ սրա համար պատասխանատվությունը ամբողջությամբ լինելու է հենց ռուսական կողմի այդ կոնկրետ որոշումը կայացնողների վրա։ Շնորհակալություն, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանն էր։